Ըստ ԱՄՆ պետական գնումների պորտալի Միացյալ Նահանգների բանակի լոգիստիկ հրամանատարությունը նախատեսում է Գերմանիայի Դուլմենի ռազմաբազայից տեխնիկա տեղափոխել Հայաստանի պաշտպանության նախարարության խաղաղապահ բրիգադի ԶԱՌ ուսումնական կենտրոն։ Տեղափոխումը նախատեսված է հուլիսի 16-ին։ Սպասվում է, որ այն կտևի մինչև օգոստոսի 7-ը։ Տեխնիկայի վերադարձը Գերմանիա, ինչպես նշված է տրանսպորտային ծառայությունների մատուցման տենդերում, նախատեսված է 2025 թվականի օգոստոսի 21-ից սեպտեմբերի 20-ը ժամանակահատվածում։ Սակայն տենդերն ունի պայման՝ տեխնիկան չի կարող տեղափոխվել Ռուսաստանին, Թուրքիայի կամ Ադրբեջանի տարածքով դիվանագիտական թույլտվությունների հետ կապված դժվարությունների պատճառով։ Ընդհանուր առմամբ նախատեսվում է տեղափոխել 151 միավոր տեխնիկա, այդ թվում տրանսպորտային միջոցներ, գեներատորներ եւ մասնագիտացված կոնտեյներներ։ Ավրորա մարդասիրական մրցանակի 2017 թվականի դափնեկիր Թոմ Քաթինան տեսաուղերձ է հրապարակել, կոչ անելով միջազգային հանրությանը քայլեր ձեռնարկել Ռուբեն Վարդանյանի եւ մյուս հայ գերիների անհապաղ ազատ արձակման ուղղությամբ։ Բոլոր նրանք, ովքեր ճանաչում են Ռուբեն Վարդանյանին, գիտեն, որ նրան առաջադրված մեղադրանքները բացարձակապես կեղծ են եւ ծիծաղելի, նշել է բժիշկը, շեշտելով մեջբերում Ռուբենն Արցախ էր մեկնել օգնելու կառավարությանն ու բնակչությանը, անգամ շատ լավ գիտակցելով այնտեղ գնալու բոլոր ռիսկերը եւ չնայած դրան նա որոշեց գնալ։ 2024-ին ԵԱՏՄ երկրների հետ առևտրաշրջանառությունն աճել է 154%։ Ազգային ժողովի տարածաշրջանային եւ եվրասիական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի արտահերթ նիստում հայտարարել է էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը։ Մասնավորապես Ռուսաստանի դեպքում 156.5% աճ է գրանցվել, Բելարուսի դեպքում 191%։ Ղրղզստանի եւ Ղազախստանի դեպքում որոշակի նվազում է արձանագրվել, Ղազախստանի դեպքում 76.4% է նվազել եւ Ղրղզստանի 51%։ Նախարարը նշել է, որ այս երկրների առևտրաշրջանառության ծավալների կրճատումների պատճառը քիչ ներկրվող ավտոմեքենաներն են եղել։ Ինքնաթիռային պարկի թարմացմամբ եւ նոր օդանավերի ձեռքբերմամբ պայմանավորված հայկական ավիաուղիներ ավիաընկերությունը ապրիլի 7-ից ժամանակավորապես դադարեցնելու է թռիչքները։ Ընկերությունից տոմս ամրագրած կամ ձեռք բերած քաղաքացիներին խնդրում են դիմել այն գազམ-ակերպությանը, որի միջոցով գնել են տոմսը գումարի վերադարձ ապահովելու համար։ Հայկական ավիաուղիների տարածած հաղորդագրության մեջ նշվում է, որ առաջիկայում ավիաընկերությունը կներկայանա նոր ու հագեցած պարկով։ Արդիկ քրեակատարողական հիմնարկի խցերից մեկում կալանավորված անձի է հայտնաբերվել, ժամին փոխանցում է քրեակատարողական ծառայության մամուլի խոսնակը։ Դեպքը տեղի ունեցել մարտի 17-ին ժամը 9:05-ի սահմաններում։ Անվտանգության ապահովման բաժնի ծառայողը խցերից մեկում հայտնաբերել է 1976 թվականին ծնված կալանավորին սավանով կախված։ Ծառայողը խցում հայտնաբերել է նաև ենթադրաբար կալանավորվածի գրած նամակ։ Քննչական կոմիտեում մահվան հանգամանքները պարզելու նպատակով նախապատրաստվում են նյութեր։ Նշանակվել է դատաբժշկական փորձակնություն։ Տիգրան Գուրգենյան, Ժամ լրատվական։